Բարի լույս, հունվարի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է մանկական գյուտերի կամ գյուտարար երեխաների օրը։ Դրա համար ընտրվել է ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար լրագրող Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրը։ Հատկանշական է, որ Ֆրանկլինն իր առաջին գյուտը լողալու համար նախատեսված լաստերը հայտնագործել է 12 տարեկան հասակում։ Յուրաքանչյուր տարի ավելի քան 500,000 երեխա ամբողջ աշխարհում հայտնագործում են տարբեր գadgetներ եւ խաղեր, ստեղծում եւ փոփոխում են ռոբոտներ եւ տեխնիկա։ Հայտնի է, որ կանաչ թեյը ուժեղ հակաօքսիդանտ է եւ հաճախ է օգտագործվում իր առողջարար հատկությունների համար, սակայն այն չի կարելի օգտագործել որոշ դեղամիջոցների հետ համատեղ։ Ճապոնիայում անցկացված հետազոտությունը փաստել է, որ կանաչ թեյը չեզոքացնում է ճնշման դեղերի ազդեցությունը։ Հետազոտողները նկատել են, որ արյան բարձր ճնշումը նվազեցնող դեղամիջոցների ազդեցությունը չեզոքացել է, երբ կամավոր մասնակիցները կանաչ թեյ են խմում։ Վաղը հունվարի 17-ին ժամը 14-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք երթ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի 5% պարտադիր վճարների։ Հավաք երթին մասնակցում են նաև ոչ իշխանական 4 խմբակցությունները։ Դեմ նախաձեռնությանը միանում են բուհերում ուսման վարձավճարների դեմ պայքարող ուսանողները։ Իսկ ես հիշեցնեմ, որ Սիգնեթը հավաք երթը տալու է ուղիղ հեռարձակմամբ։ Երևանում այս պայմաններով ցածր 8 աստիճան է, ծանոթացեք եղանակ տեսությանը ամբողջ Հայաստանում։